1967 թվականին արդեն բավական հռչակված երգչուհին Զարե Սահակյանցի կամերային նվագախմբի հետ համերգ տվեց Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում։ Լեփլեցուն դահլիճում էր նաև կոմպոզիտոր Աքսյուկը, որ 1966-ին Սովետսկայա կուլտուրա լրագրում մի գեղեցիկ հոդված էր տպագրել կամերային անսամբլի մոսկովյան առաջին ելույթների և Լուսինե Զաքարյանի մասին։ Կոմպոզիտորը նորից էր լսում Լուսինեին։ Սովետական Հայաստան թերթին ուղարկած հաղորդման մեջ նա այսպիսի տողեր է գրել. «Բեմահարթակի վրա է Լուսինե Զաքարյանը։ Նա կատարում է միջնադարյան հայկական 3 շարական։ Նրա մասին ես գրել եմ. Լուսինե Զաքարյանն արտասովոր անկեղծ երգչուհի է։ Նա թվում է երգում է իր համար, ոչինչ համերգային, ունկնդիրներին ներազդելու ոչ մի շինծու հնար, պարզ հոգի, դյութող ձայն և բարձր մշակության ենթարկված զգացումներ։ Եվ վերստին լսելով Լուսինե Զաքարյանին, կարող եմ նոր համոզմունքով կրկնել նրա երգը ինքնըստինքյան անմիջական է և փոխանցվող։ Նա երգում է այնպիսի սրտառուչությամբ, որպեսզի մենք զգում ենք վերածնության դարաշրջանի գեղանկարիչների կերտած հրաշակերտների մեջ, նրանց հատուկ աղերսանքով, կարեկցանքով, անզորությամբ, մարդկայնությամբ։ Նա երգում է կարծես օրոր ասելով ձեռքերում բռնած մանկանը, նրան պաշտպանելով աշխարհի վտանգներից, իսկ իրենք միջնադարյան շարականները ինչքան անհատակ, թևավորող երաժշտություն ունեն, որքան լի են ողբերգությամբ և հավատով։ Հայկական միջնադարյան շարականները հոգևոր մասնագիտացված երգարվեստի հնագույն տեսակներից են։ Հայ շարակնոցը արևելյան քրիստոնեական հոգևոր պաշտոներգության գանձարաններից է։ Արևելյան և արևմտյան երաժշտական խաչաձևումների ինքնատիպ նկարագրով, մեղեդիական ուշագրավ հարստություններով։ Առաջին շարականները երգվել են պաշտամունքային ծիսական արարողությունների ժամանակ։ Հայ շարակնոցը հիացրել է ժամանակակից լսողին և ընթերցողին։ Բելգիայի ակադեմիայի թղթակից անդամ Ֆերդինանդ Լուազեն այսպիսի տողեր է գրել մեր շարակնոցի մասին. «Քնարերգական ճյուղում ոչ մի ժողովրդի գրականությունը չի կարող համեմատվել հայոց գրականության հետ, զգացումների միստիկ խորություն, կրոնական հափշտակություն և խանդակատ և մաքրամաքուր սիրո, մտածումների, բնազանցական վեհության տեսակետով։ Եվրոպայում քրիստոնեական բանաստեղծությունը երբեք չի կարող հավասարվել շարակնոցի հետ։ Այս մեծարժեք գոհարատուփին, որ պարունակում է հայ եկեղեցու ամենից թանկագին ադամանդները, բայց միշտ հեշտ չի հասկանալ այդ արևելյան ոճը, որ պսպղում է համակ պատկերներով, այնքան արտասովոր, որքան շքեղ։ Այսուհանդերձ երբեք զգացումը խեղդված չի փոխհարաբերությունների ծանրության տակ։ Տակավին 7-րդ դարում հոգևոր երաժշտության և շարակնոցի փայլուն մասնագետ Բարսեղ Ճոնը դասդասում է և կանոնակարգում է շարականները ըստ 645 թվականի եկեղեցական ժողովի հրահանգների։ Տոնական օրերին հատկացված երգերը, ինչպես նշում է վաստակաշատ Պալմագրյանը, բաժանվում են մի քանի խմբի, որոնց և տրվում է կանոն անունը։ Հետագայում Ստեփանոս Սյունեցի եպիսկոպոսը կարգավորում է այս կանոնները, բարելավելով Բարսեղ Ճոնի վերանորոգումը։ Ամեն մի կանոն ընդգրկում է 8, երբեմն 9 շարական՝ օրհնություն, հարց, գործք, մեծացուսցե, ողորմյա, տեր երկնից, ճաշում, համբարձի։ Ահա այս երգերի հետևողական շարակարգն է բերել ևս տերևույթին շարական անունը, որը և հետագայում ըմբռնվել և գիտակցվել է որպես եկեղեցական հոգևոր պաշտոնեգրության տեսակ։ 1967 թվականին Սովետսկայա մուզիկա ամսագրում երաժշտագետ Բերկոն տպագրեց Լուսինեին նվիրված մի փոքրիկ դիմանկար։ Այլ կարևոր դիտումների մեջ Բերկոն նկատել էր նաև հետևյալը. Զաքարյանին մենք պարտական ենք հենց նրանով, որ համերգային էստրադա դուրս բերեց ազգային երաժշտական մշակույթի իսկապես հրաշալի նմուշները։ Հին հայկական երգասացությունները, Կոմիտասի ոչ հաճախ հնչող երգերը, հատվածներ Կոմիտասի և Եկմալյանի հոգևոր ստեղծագործությունից։ Դա հոյակապ ամենաազնիվ երաժշտությունն է, որի մեջ մասնավորապես եկեղեցականը ավելին չէ, քան Բախի մեսսաներում կամ Մոցարտի ռեկվիեմում եղածը, և որը արժանի է երգիչների սևեռուն ուշադրությանը։
Իդեմս Զաքարյանի այդ երաժշտությունը գտել է արժանավոր մեկնաբանողի։ Այստեղ կարևորը Լուսինեի համերգային գործունեության առաջին նախաձեռնումների բնութագրությունն է։ Իրոք, հին հայկական երգասացությունների և հոգևոր երաժշտության մուտքը համերգադահլիճ երգչուհու կատարումների շնորհիվ զրկվում էր, եթե կարելի է այսպես ասել, իր պաշտոներկական բնույթից և վերածվում լուսավոր ու ամենամարդկային ձայնածավալումների, մեղեդիական արտասովոր ու վաղնջական գունագեղության։ Նա ասես ամեն անգամ վիթխարի ուժով և հիացական զարմանքով հայտնաբերում է, թե ինչպիսի հզոր ուժ է իր մեջ թաքցնում երաժշտությունը։ Գրում էր Բերկոն, հավատացած, որ Լուսինեն այդ ամենին հասնում է մի ինչ-որ գերզգային հոտառությամբ ու ներքին լարումով, քան թե մտադրված ու ծրագրված վարպետությամբ։ Երաժշտագետը նշում էր Լուսինեի ձայնատարության կուլտուրան, նրա գեղեցիկ հավասարաչափ և տաք սոպրանոյի տեմբրային և դինամիկ հարուստ հնարավորությունները։ Այն մաքուր գեղարվեստական ուրախությունը, որ բերում էր Լուսինեն իր կատարումներով, մասնագետների կարծիքով պետք էր բացատրել երաժշտական բնազդի հանդեպ երգչուհու հանդես բերած վիթխարի հարգանքով ու խստությամբ։ 1967 թվականի հունիսին Լուսինեն հրավեր ստացավ մասնակցելու լեհական Բիդգոշ քաղաքում կազմակերպված միջնադարյան երգի միջազգային փառատոնին։ Այստեղ նրա հաջողությունն աննախադեպ էր։ Վահագն Ստամբոլցյանը պատմում էր, որ Լուսինեն դարձել էր օրվա հերոսուհին։ Նա պարզապես ցնցել էր բոլորին։ Կարևոր հանդիպում տեղի ունեցավ նաև Մոսկվայում վերադարձին։ Վահագն Ստամբոլցյանի մոսկովյան բարեկամներից մեկը, նյարդավիրաբույժ Վիկտոր Վլադիմիրովիչ Արխանգելսկին, խնդրել էր Լուսինեին և Վահագնին մի ոչ հրապարակային համերգ տալ Հայաստանից վերադարձած և արդեն հայրենիք մեկնող Ռոքուել Քենթի պատվին։ Վահագնը դիմեց Լուսինեի ետևից Մոսկվա եկած խորենին։ Որոշվեց ընտրել համերգ դասախոսության ձևը, որը և Քենթի և մյուս ունկնդիրների խոր հավանությանն արժանացավ։ Հավաքվել էին նշանավոր մտավորականներ, երգիչներ, երաժիշտներ և այլն։ Բացատրություններ տալիս էր Խորեն Պալյանը։ Լուսինեն կատարեց 10 շարական և մեղեդի։ Յուրաքանչյուր երգից առաջ տրված բացատրությունը թարգմանվում էր անգլերեն։ Կանադական նշանավոր երգիչը կնոջ հետ էր։ Պարզ հագնված, բարձրահասակ, տարիքն անորոշ, իսկական ամերիկյան ազատամտությամբ և անկաշկանդ պահվածքով նա լսում էր հափշտակված սևեռուն։ Ստեպ-ստեպ թաշկինակը տանում էր աչքերին։ Ամեն մի երգից հետո խոր հուզումը ալեկոծում էր նրան այն աստիճան, որ հարկ էր լինում փոքր-ինչ երկարել երգի և բացատրության միջև եղած ընդմիջումը։ Իբրև նկարիչ և գրող, նա հուզվում էր հայկական հոգևոր երգի անպարագիծ մաքրությունից և ողբերգական շեշտերից։ Երբ համերգն ավարտվեց, նրա ձեռքերը դողում էին։ Համբուրելով Լուսինեին նա ասաց. «Ձեր երաժշտության այս գանձերը ամեն մի քաղաքակիրթ ազգի պատիվ կբերի։ Աշխատեցեք պահպանել դրանք։ Ձեր դաժան ճակատագրի փորձությամբ անցած և փրկված այդ երգերը տվեք աշխարհին»։ Արխանգելսկին հատկապես այդ օրվա համար մի փոքրիկ անակնկալ էր պատրաստել։ Նա բերել էր խաչքարի մի իսկական բեկոր, որ որպես մասունք պահում էր տանը։ Ռոքուել Քենթը նվերն ստանալով հուզվեց։ Նա խաչքարի բեկորը սեղմեց կրծքին, փաղաքշում էր և արտասվում։ Մի քանի օր անց Քենթը Վիչեռնայա Մոսկվայում Լուսինեի մասին գրեց. «Այն ձայնը, որ լսեցի, ամենագերազանցելի ձայներից էր, որ երբևէ լսել եմ իմ կյանքում, և իմ պատկերացումը հրաշքների երկիր Հայաստանի մասին ամբողջական չէր լինի, եթե չլիներ այս նոր հրաշքի Լուսինե Զաքարյանի երգը»։ Ռոքուել Քենթը այն կարծիքին էր, որ արվեստը հայտնագործում է մարդու էությունը։ Ժամանակակից կյանքի կուլտուրական ձևերի հագուստ մանիերը փայլուն ծածկոցի տակ, ասում էր նա, գտնվում է մարդկությունը, մարդը։ Արվեստի կոչումը այդ մարդուն հայտնաբերելու և ճանաչելու մեջ է։ Լուսինե Զաքարյանի արվեստը հենց այդ իմաստով էր հուզել նրան։ Հին աշխարհի ձայնադարանային պահունակների մեջ մնացել էին մարդու հավատի ու սպասումների ամենամաքուր և ամենահուզիչ խոստովանությունները։ Եվ հենց շարականների այս կատարումներում լսելի էր ահա մարդու հնամենի ու վաղնջական խոստովանություններից մեկը, որ խորն է, տառապանքով լի, ջերմության մեծ պաշարներից հագեցած և խռովահույս, ինչպես սիրտը, որ մորմոքվում է անհասանելի կարոտից։
1967 թվականը համերգային շրջագայությունների անընդմեջ ելույթների տարի էր։ Կոմպոզիտորների տանը կազմակերպվող ամենամսյա համերգներից զատ Լուսինեն եւ ելույթներ էր ունենում ամենափոքր սրահներում, գյուղական ակումբներում, գործարանների հոգնած բազմությունների առաջ։ Հայ-Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Զարե Սահակյանցի հետ եւ ապա Թամար Դեմուրյանի ու դերասանական մի խմբի մասնակցությամբ մերթ երևում էր որպես Պերսել Բրիտենի երգերի անզուգական կատարող, մեկ էլ կոմիտասյան մեղեդիների հնչեցնողը անլռելի զանգակատան մեջ։ Առաջվանից ավելի մեծացել եւ տարածում էր գտել երգչուհու համբավը։ Կոմպոզիտորների տանը կազմակերպող երեկոներին տարածիորեն ասեղ գցելու տեղ չէր լինում։ Երիտասարդությունը գալիս էր լսելու Նարեկացուն, Խորենացուն, Շնորհալուն, Եկմալյանին, Կոմիտասին։ Արտակարգ էին մասնավորապես Խորեն Պալյանի հետ հայ միջնադարյան երգի եւ դասական զուգերգերին նվիրված 3 համերգները։ Համատեղ ելույթները հետագայում էլ շարունակվեցին։ Արտիստների մի մեծ խմբի հետ Լուսինեն եղավ Կանադայում հայկական օրերին նվիրված հանդիսություններին, ապա Փարիզի Ալֆորվիլ հայաբնակ Արվարձանի հյուրը մասնակցեց Չեխոսլովակիայում կազմակերպված հայկական մշակույթի տասնօրյակին եւ վերջապես լեհական Բիդգոշում միջնադարյան երգի փառատոնին։ Աստիճանաբար ավելի ու ավելի բազմազան եւ հետաքրքիր էր դառնում երգչուհու երգացանկը։ 1967 թվականին Լուսինեն դարձավ ՀԼԿ կենտկոմի մրցանակակիր եւ ստացավ Արամ Խաչատրյանի անվան դափնեկրի պատվավոր կոչում։ Բայց մեծ պարգևը դեռ առջևում էր։ Նոյեմբերի 1-ին հայկական ՍՍ Գերագույն խորհուրդը երգչուհուն շնորհեց հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Մի քանի տարվա համերգային գործունեությունը Լուսինեին բերեց իրոք ժողովրդական համբավ։ Նա դարձավ հանրաճանաչ ու ամենուրեք սիրելի։ Առանց նրա այլևս անհնար էր պատկերացնել հայկական համերգադահլիճը։ Լուսինեի ելույթներին արձագանքում էր մամուլը։ Աքսյուկը եւ Բերկոյի ելույթները առաջիններն էին միութենական մամուլում։ Տպագրվեց նաեւ մի շարք հետաքրքիր հոդված գրական թերթում։ Հոդվածի հեղինակը բանաստեղծ, բանասեր գրականագետ Լևոն Միրիջանյանն էր։ 15-ամյա հերվից Միրիջանյանի ելույթը այսօր արժեքավորվում է որպես ժամանակակցի վկայություն, որպես հուշապատում եւ միաժամանակ որպես Լուսինեի արվեստի գիտական հիմնավոր վերլուծություն։ Լևոն Միրիջանյանի հոդվածը եզակի է իր տեսակի մեջ։ Ժամանակակիցը փորձում է արժեքավորել Լուսինե Զաքարյան երևույթը պատմական լայն բնութագրումների պաստառի վրա, եւ այն էլ այն շրջանում, երբ դրա համար բավական փոքր էր երգչուհու ճանաչումն էլ վաստակն էլ։ Եվ չնայած դրան, Միրիջանյանը միանգամայն ճիշտ էր բնութագրում Լուսինեի առաքելությունը։ Լուսինե երգչուհու արվեստի ուժը, գրել էր նա, հոգևոր կոչվող երգերի արտակարգ ճիշտ զգացողության եւ այդ երգերի ոգին լյովին բացահայտել կարողանալու մեջ է։ Լուսինեն այդ պարզ ու հասարակ, բայց բացառիկ զգայուն արվեստագետ աղջիկը կատարում է մի գործ, որի արժեքը հիմա դժվար է որոշել։ Նա իր արվեստով պատմության ամենակուլ փոշուց մաքրում ազատում է հայ երգը, այն երգը, որի արմատները հասնում են հնագույն ժամանակները, երբ հայասիներն ու արմենները միավորեցին իրենց արյունը, այն երգը, ուր պահպանվել է մեր երբեմնի հեթանոս արվեստի կենսահաստատ ու հարազատ շունչը, այն երգը, որին հանգամանքները կրոնական զգեստ են հագցրել ու պահել ժամագրքերում։ Լուսինեն այդ երգը վերադարձնում է նրա տիրոջը, ժողովրդին։ Լուսինեն անում է ամենահրաշալին, բացահայտելով այս կամ այն հոգևոր երգը, ստեղծում եւ ցույց է տալիս այդ երգի աշխարհիկ համարժեքը։ Սրանով նա միջնադարյան երգը ոչ թե մեխանիկորեն տեղափոխում է մեր ժամանակը, այլ հինավուրց երգը բխեցնում է մեր օրերի մարդու հոգեբանության ակունքներից։ Լուսինեն օգնում է ճիշտ հասկանալու մեր ազգային երգը, օգնում հավատարիմ մնալու հայ մելոսի ոգուն։ Դատողությունների այս շարքում ես համար կարևոր ընդգծումով բերված միտքն է։ Իրոք Լուսինեի կատարմամբ հոգևոր երգը որակափոխվում է, ստանում բացարձակ ինքնուրույն երաժշտական արժեք։ Մերձեցումը երգի հոգևոր բովանդակությանը տեղի է ունենում միմիայն ընկալման ամենատագնապալի պահերին, երբ ինքնամոռացման բաց եւ սեփական էության մեջ ներթափանցելու մի անբացատրելի երևույթ է տեղի ունենում, երբ մարդը հեռանալով իրենից ավելի մոտենում է իրեն,
երբ միստիկ մաքրագործումը վերաճում է եզակիորեն հազվադեպ ինքնազեն նման։ Լուսինեն այդպես է հայտնաբերում հոգևոր երգի աշխարհիկ, հետևաբար եւ ժամանակակից համարժեքը։ 1968 թվականի հուլիսին տեղի ունեցավ Լուսինեի եւ Խորեն Պալյանի հարսանյաց հանդեսը։ Սահակ Տեր-Գաբրիելյան փողոցում վեր բարձրացած բազմահարկից 2 սենյականոց մի բնակարան էին ստացել։ Բնակարանմուտն էլ հարսանիքն էլ միաժամանակ կատարեցին։ Սենյակները լի էին ծաղիկներով։ Հատուկ կազմված հրավիրատոմսերը ամենաընտիր ձեռագրով եւ հին հայերենի հատուկ ոճավորմամբ գրել էր Խորենը։ Հավաքվել էին Լուսինեի եւ Խորենի մտերիմները։ Հարսանիքը վերածվեց մեծարման երեկոյին։ Հավասարաչափ սիրված եւ համբավավոր ամուսինների շնորհավորում էին եւ մաղթում երջանկություն։ Ամենալավագույն երգերը երգվեցին, ամենասրտառուչ արտասանությունները կատարվեցին։ Ամուսինները հարսանեկան շրջագայության չգնացին։ Նրանց առաջ կանգնած էին ոչ միայն տարեվերջի համերգային շրջանի հոգսերը, այլև 1969-ին Կոմիտասի 100-ամյակի հանդիսությունների նախապատրաստվելու ծրագրերը։ Մի նոր թափով Լուսինեն վերսկսեց պարապմունքները Մարիաննայի հետ։ Փորձը, որ կուտակվել էր արդեն ձեռք բերած ճանաչումը, ավելի էին սրում պատասխանատվության զգացումը։ Մասնավորապես Կոմիտասյան եւ հայ ժողովրդական երգի նոր կատարումներն առավել անհրաժեշտ էին դառնում, քանի որ այստեղ ոչ միայն պետք է հաշվի առնել ավանդականը հաղթահարելու հնարավորությունը, այլև սեփականը ներբերելու դժվարությունը։ Լուսինեն դեր կոնսերվատորիայում ուսանելիս խոր հարազատությամբ կապված էր Կոմիտասյան երգի հետ։ Գարունա, Չինարես երգերը նա կատարում էր գրեթե բոլոր հավաքների, քննությունների, անհատական համերգների ժամանակ։ Կոմիտասյան ծրագիրը աստիճանաբար ընդարձակվեց։ 65-ից սկսած նա արդեն երգում էր Կոմիտասյան բոլոր ամենահայտնի երգերը։ Մարիաննա Հարությունյանի եւ Խորեն Պալյանի միջամտությունները վճռական եղան։ Լուսինեն կազմեց համերգային մեծ ծրագիր, բացառապես Կոմիտասյան երգերից։ Այդ ծրագիրը այն ժամանակ գրեթե անհավանական էր թվում։ Երկբաժին համերգը ընդգրկում էր 22 երգ։ Ընդ որում հոգևոր մեղեդիներ, տաղ հարության, հավուն, ավետիս ծննդյան, խորուրդ խորին, ով է որպես տեր, գեղչկական, գարունա, շողեր ջան, քելե, չինարես, երկինքն ամպելա, ես սարեն կուգայի, զինչ ու զինչ, դլեյաման, էս առուն, հոյ նազան, ակնա օրոր, կակավիկ եւ հայրենասիրական երգեր, Հայաստան, Ծիրանի ծառ, Անտունի, Կռունկ, Ալագյաս։ 1969 թվականի մարտի 15-ին Հայ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը լեփլեցուն էր։ Միջանցքներում, յարուսների անցուղներում անհնար էր շարժվել։ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված Լուսինեի համերգի բանձնահատուկ կողմը կոմպոզիտորի ստեղծագործությունների լայն ընդգրկումից բացի կատարման եղանակներ։ Լուսենիական կոմիտասականը այն ինչը մասնագետներն անվանում էին խորքերի պեղում, նախահիմքերի հայտնաբերում։ Լուսինեն աճել եւ վարպետացել էր։ Նա հասկանում էր Կոմիտասյան երգերի ու մշակումների դժվար պարզությունը։ Նա ձեռք էր մեկնում անվերցանելի թվացող նստվածքներին եւ հանում էր այնտեղից տրամադրությունների լուսաշող նոր երանգներ, կապուտաչիա հստակ երազային քնքշություններ մեղեդու, մասնավորապես մեղմ ոլորաններում, եւ ինչպես Կոմիտասը երգից ազատում էր անհարիր արևելյան զարդանախշը եւ դասական պարզության հասցնում, 100-ամյակներով ժողովրդի լայն զանգվածներում կենցաղավարության ստացած մեղեդիները։ Անտունի, Կռունկ։ Կոմիտասականը անմիջաբար կապվում էր հոգևոր մեղեդիների կատարումների հետ։ Կռունկը նա երգում էր այնպես, որ իսկույն պարզ էին դառնում երգի միջնադարյան ակունքները։ Միայն կատարման ընդհանուր ոճը չէր այդօրինակ զուգահեռման պատճառը։ Մեղեդին ինքը Երևան էր հանում աղերսի հեռավոր ու անժխտելի որոշությունը։ Լուսինեի սոպրանոն այդ տարիներին ավելի քան տեսանելի էր դարձնում իր տխրունակ գույնը։ Պարզ, վճիտ, լուսաբացային գեղեցկության մեջ կախվում էր տրտումբարության ու սրտամաշ հեծեծանքների շարունակվող տրամադրությունը։ Անհնար է լսել նրա Անտունին առանց խորը տակնովրայող հուզմունքի։ Երգչուհին ինքն էլ արտասվում էր, խոշոր կինոմոնագույն աչքերում լճանում էին զսպված արցունքները։
Եվ միայն դահլիճի որնդոց ծափերի ու բեմ վազող երկրպագուների աղմուկ աղաղակի մեջ նա կարողանում էր հավաքել իրեն ու շաբերվել հանգստանալ։ Սիրտս նման է են փլած տներ, կոտրեր գերաններ խախտեր է սներ։ Այս երկու տողերը սոպրանոյի ծայրահեղորեն տխուր ծավալումների մեջ տրամադրությունների լարումը հասցնում էին գրեթե գագաթնակետին։ Հաջորդ տողերում տխրություն ու հուսահատությունը առնում տանում էր կյանքի հետ միավորող գրեթե բոլոր կապերը։ Երթամ զիթալեմ են ելման գետեր, ըլնիմ ձկներու ձաքերյացն կեր։ Ինքնասպանության պատրաստակամության մեջ սպառնալիք չկար, այլ հնազանդամիտ ենթարկվածություն դաշան բախտին ու ճակատագրին։ Լուսինեն մորմոքվում էր անպատմելի մի տառապանքով, ասես պանդողտ հայության դարավոր տվատանքներն են միահավաքում ու վերապրում, ասես աղեղարշ ու բոկոտն անցնում էր աշխարհի ճամփաներով, հայ պանդողտի հոգու, մտքի, սրտի, արյան մորմոքների ծանրության տակ։ Երգի միջամասում Լուսինեի ձայնը դողում էր հոգեկան լարվածությունից, ուժգին ինչ-որ չափազանց ձիգ վերելքում այդ սոպրանոն տխրունակ գույնից ավելի էր համեղանում։ Ոչ միայն կռունկի երաժշտության մի քանի տարբերակները, այլև հենց Մեղեդին ինքը, ինչպես նկատել են մասնագետները, վկայում է նրա միջնադարյան ծագումը։ Ինչպես երաժշտագետ Աղայանը, այնպես էլ հայ երաժշտական մշակույթի մեծահմուտ պատմաբան Քուշնարյանը մատածույց են արել երգի մեղեդիա թեմատիկական կազմության նախատիպերը միջնադարյան Հայաստանի երաժշտական մշակույթի մեջ։ Ամենից առաջ նկատվել է նարեկացու տիրամայր տաղի և կռունկի նմանությունը, ապա և շարակնոցի և կռունկի որոշ ինտոնացիաների համընկնումները։ Տաղի և ինտոնացիոն շինվածքը և կազմությունը ամբողջապես հենվում են ավատական Հայաստանի մշակութային ծաղկման դարաշրջանի մասնագիտացված երաժշտության ավանդույթների և նորմերի վրա, գրում էր պրոֆեսոր Քուշնարյանը։ Ընդորում տեսաբանը նկատում է նաև, որ կռունկի մեղեդային կառուցվածքը այնպիսին չէ, որպիսին հատկանշական է այդ շրջանի տաղային երաժշտությանը։ Հայ երաժշտության պատմության մեկ այլ անվանի պատմաբան Ռոբերտ Աթայանը, անդրադառնալով կռունկի երաժշտական դիմագծին, նույնպես նկատում է, որ այն ոճական տեսակետից հարազատ է ինչպես միջնադարյան տաղային տիպի ստեղծագործություններին, այնպես էլ հայ միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության նմուշներին։ Պիտի ավելացնենք նաև, որ կռունկի երաժշտական նախատիպերից մեկը կարելի է համարել նարեկացու հավունը տաղը։ Լուսավոր ու մաքուր ելևէջային ուրվագծումներով Մեղեդին զարգանում է կրկնակ հաջորդականությամբ։ Հավունը Լուսինեն կատարում է առանց լարվածության։ Խոր ազատության մեջ սոպրանոն հնչում է հստակ, զրնգուն ու հավասար ներդաշնակությամբ, ծավալվում ներքին տագնապի սարծուրները վրան և ապա ամբողջացնում կանչի հեռավոր ու տխուր միասնության մեջ։ Երկու երգերի մեղեդիական ոճական միասնությունը դրսևորվում է յուրատեսակ կանչային ծավալումների մեջ։ Կռունկը խոր տխրություն և հուսահատություն, ողբերգություն կամ ծայրահեղ վիշտ է արտահայտում, հար և նման հավունի լադային կազմությանը։ Կռունկ, ուստի կուգաս, ծառայ եմ ձայնիդ, կռունկ մեր աշխարհեն խաբրիգ չունիս։ Կռունկի լուսինեական կատարումը անմիջապես ծնում է շարականների զուգահեռման գաղափարը։ Լուսինեն հասկանալի է դարձնում վաղուց նկատված այն իրողությունը, թե ինչու կռունկի երաժշտությունը ավելի մերձ է հոգևոր տաղերին, քան ժողովրդականին։ Անտունի և կռունկ երգերի հետ ոճական համանմանություն ունի Գարունա երգի լուսինեական կատարումը։ Անսփոփ տխուր հուսահատ մեկի տառապանքները Լուսինեն մարմնավորում է հոգեկան խռովքի մեջ, բացահայտվող ամենախոր վշտի համազգացման շնորհիվ։ Նրա ձայնի մինորային հարատև գույնը իրենով պայմանավորում է արտահայտած տրամադրության բացառիկ ներգործուն ուժը։ Գեղչկական երգին Լուսինեն մոտենում է իր էության բովանդակ նվիրումով։ Նա մերժված սիրահարի անձնական տխրությունը վերածում է սուգաղոթքի, լալյած անդնդախոր հառաչանքի և չկա ոչ մի բան, որ գունափոխի անելանելի հուսահատության տրտմությունը։ Գարունա, ձունա արել, վայ լե։ Հանիրավի չարախոսված սիրահարի անեծքի մեջ գեղչկական մի ամտություն կա, հոգևոր անաղարտ մաքրություն։
ախ չորանա, վախ այար, չար մարդու լեզուն։ Դրամատիկ շեշտերը, որոնք դրվում են մեղեդու վեր բարձրացող և սրտակեղեկ ելևէջների մեջ, հանդարտում մեղմանում են կրկնակի հոգեբանական անդրադարձումներում, եղելության հետ արդեն հաշտվածի հուսահատ ինքնահոշոտման վայրեջկային տրտմության մեջ։ Կոմիտասի երգերի լուսինիական կատարումները աչքի են ընկնում ամենից առաջ այդ երգերի հոգեբանական խորքերը թափանցելու երգչուհու արտակարգ կարողությամբ։ Ըստ երևույթին այստեղ չափազանց նշանակալից դեր են կատարում ոչ միայն ձայնի որակը, այլև ժողովրդական մեղեդիների վոկալ նրբությունների հայտնաբերումն ու ճանաչումը։ Լուսինեի վոկալ փորձառությանը գումարվում էր հայ հոգևոր երգի կատարման մասնագիտական հմտությունը։ Նա կոմիտասյան երգը ինչ-որ չափով մաքրում է, եթե կարելի այսպես ասել, գեղչկականությունից, դրան տալիս արտիստիկ մեծազարմության փայլ, վաղնջական խորհուրդներ և զգացումային խորք։ Դրա համար էլ ժողովրդական երգը բացահայտվում է մի բոլորովին լայն իմաստ ու զգայացունց գեղեցկության մեջ։ Այնինչ Լուսինեն ինքը ստեղծել և ստեղծում է կոմիտասյան երգի նորօրյա մեկնաբանություններում, կարոտ է մասնագիտական լուրջ քննության և գնահատումների։ Բերեմ հանրահայտ Քելե-Քելե երգի օրինակը։ Կոմիտասի մշակմամբ այս երգն ունի պայծառ լուսաբացային երանգներ, կայտառ ու շաղոտն ռիթմ աշխույժ կրկներգ։ Երգը գովասանք է, սիրուհուն ուղված գեղչկական հոյակապ մաքրությամբ լի հիացմունքի խոսք, բայց կրկներգը բացահայտում է մի ամբողջ ողբերգություն, տարաբախտության սև կսկիծը։ Լուսինեն որսացել է կրկներգի ողբերգական իմաստը։ Նա յարի գովասանքի մեջ դնում է յարին կորցրած մեկի կամ համենայն դեպս վիրավոր և սևավոր լորիկի ճակատագրի հանդեպ խոր տրտմության ու ցավի նվագները։ Սիրավոր լորիկ, վիրավոր լորիկ, լորիկ, սևավոր լորիկ, լորիկ ջան։ Ոչ ոք այդպես ցավագնորեն տրտում չի հնչեցնում սիրավոր, վիրավոր, սևավոր բնութագրականները լորիկ ռիթմական ելվեջումների հետ։ Պայծառ լուսավոր գույներն ու մթնոլորտը, ռիթմական աշխուժությունը չեն ծածկում երգի ներքին խորքերով անցնող որոշակիորեն հիմնավոր տխրության ներկայությունը։ Լուսինեն ժողովրդական երգերը կատարելիս մասնավոր հակումն ունի ընդգծել ոչ միայն մինորային տրամադրությունները, այլև ելնել լցվել դրանցով ու դուրս գալ դրանց միջից մեղմամեղմ հնչեցրած նրբությունների և անորսալի թվացող ռիթմական երանգների օգնությամբ։ Մի օրինակ ևս, ահա Դլե Յաման երգը այնքան սիրված ժողովրդից։ Լուսինեն անվերջանալի է դարձնում տխրության ու հեկեկանքի սրտամաշ տրամադրությունը։ Սա զուտ հայկական տխրություն է, որ ծավալվում է պայծառ, մաքուր աչքերի անհունության մեջ։ Արցունքոտ է յուրաքանչյուր ելևեջը, արցունքոտ է յուրաքանչյուր շրջադարձը ողբային որոշակի հնչերանգով։ Դլե Յաման արև դիպավ Մասիս սարին, վայ Դլե Յաման, կարոտ մնացի ես իմ յարին, Յաման, Յաման։ Վերջին երկու տողերը Լուսինեն երգում է սրտակեղեկ վշտին անմնացորդ լիցքաթափումով։ Դա երգ էլ չէ, դա սրտի աղեղաղարժ հառաչ է, հոգու մորմոքը լուսինիական եզակի սարսուռով ու գունավորմամբ։ Մեկնաբանության նույն ելակետն ունեն նաև Ծիրանի ծառ Գարունա երգերի կատարումները։ Հետաքրքիր գունափոխում է տեղի ունենում երկինքն ամպել է էս առուն կաքավիկ շողեր ջան երգերի կատարման ժամանակ։ Դա գարնանային բացվող օրվա զրնգուն տրամադրությունն է, հորդուն կենսախնդությունը, նրբիրան ու կանացի մի քնքշություն, որ պարուրված է չարաճճի խռովկանությամբ, թռչկոտում է ինքն իրեն, խաղում, նազում, խենթացնում, գորով ու թանկ մի նվիրումով փորձում ապացուցել իր հավատարմությունն ու սերը։ Դու շորորա, դու օրորա շողեր ջան, կամ սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կաքավիկ, կամ էս առուն ջուր է գալի, մի տեսեք ուր է գալիս է սերան է, կամ երկինքն ամպել է, գետինը թաց է, յարս քնել է, երեսը բաց է։ Կոմիտասյան մեղեդիներում հավաքված է ժողովրդի հոգու ամբողջ պարզությունը, անկեղծ միամտությունը, անխարդախ բարությունը։ Լուսինեն ասես ծնվել է այդ ամենը իր մեջ առնելու և տալու սեփական ձայնին, պարզ միամիտ անխարդախ
Բարի զգացումների միջից բարձրացող ձայն, որ լի է գարնան բույրերով, թարմությամբ, իրիկնային հովերի կանչով, սարերի ետև անցնող արևի ջերմությամբ, կարոտներով, որ բերում են խաղաղ ու լռին հանդերը, մենավոր ճանապարհները, իրենց խորմենության մեջ տոկացող լեռները։ Բանաստեղծ Վահագն Կարենցը Լուսինեի մասին տաղերքել է. Ես չգիտեմ, ձայն է արդյոք, թե մի կապույտ աղոթք, թե մի փետուր հավքի թևից, պոկված օդում թռիչքի մեջ։ 1969-ի սկզբներին արդեն հայտնի էր, որ Լուսինեին սպասում է համերգային մեծ շրջագայություն ԱՄՆ-ում և Կանադայում։ Թեքեյան մշակութային միության ղեկավարները Կոմիտասի ծննդյան 100-ամյակի հանդիսություններին մասնակցելու համար հրավիրել էին Լուսինեի և Մարիաննա Հարությունյանին այցելել ԱՄՆ-ի և Կանադայի հայաշատ կենտրոնները։ ԱՄՆ-ի 13 խոշորագույն քաղաքներ, կանադական մայրաքաղաքը և Թեքեյան մշակութային միության մասնաճյուղերը հատուկ պատրաստություններով պիտի դիմավորեին հայրենիքի պատվիրակներին։ Համերգային շրջագայությունը տևելու էր շուրջ 2 ամիս։ Արդեն տպագրվել էին հայտագրերը, հրավիրատոմսերը, որոշվել էր քաղաքներում տեղի ունենալիք համերգների օրը և ժամը։ Թեքեյան մշակութային միության գործիչները ամեն ինչ անում էին արժանավորապես դիմավորելու սիրելի երգչուհուն։ Նյու Յորքի, Բոստոնի, Ֆրեզնոյի, Լոս Անջելեսի հայկական թերթերը մինչև Լուսինեի ժամանումը տպագրեցին երգչուհու կենսագրականը, տալով նրա վաստակի առաջին լուրջ գնահատումները։ Բոստոնի պայքար թերթը դեռ 1968-ի փետրվարին տպագրել էր իր աշխատակցուհի Ալիս Օտյան Գասաբյանի և երգեց Լուսինե Զաքարյան թղթակցությունը ուղարկված Մարսելից, ուր Լուսինեն երևանյան մի խումբ արտիստների և Արնո Բաբաջանյանի հետ ժամանել էր մասնակցելու հայկական տասնօրյակի հանդիսություններին։ Եվ երգեց Լուսինե Զաքարյանը, գրում էր Ալիս Գասաբյանը։ Անմոռանալի կռունկը, անհամար աչքեր թրջվեցան կարոտի ու հուզումի արցունքներով, ծափերը սիրազեղ ու երկարատև եղան։ Այսպես գեղեցիկ հայկական տարազներ հագած անոնք իրենց արվեստով հայրենիքի կարոտն ու սերը բերին կեսմը այլասերած, մասամբ օտարացած ֆրանսահայությանը։ Այդ իրիկուն ներկաներ իրենց դարավոր իղձերուն և երազներուն լուսարձակած մեկ փոքր պատկերը տեսան հոն, և իրենց սգավոր սրտերը երանության պահմը հրճվեցան։ Հայ ժողովրդի գոյատևման և հառաջադիմության տեսիլքովն հպարտացան իրենց կարոտակես հոգիները և երախտապարտ արցունքներ թափեցին անոնք, լռիկ աղոթելով, որ Արարատի լեռնադաշտին մեջ հավետ անխափան ապրի մայր Հայաստանը։ Հետագայում ամերիկյան շրջագայության օրերին սփյուռքահայ թերթերը այս տպավորությունը և օրհնությունը ոչ միայն բաժանեցին, այլև ընդգծեցին Լուսինեի առաքելության հենց այդ կողմը։ 1969-ի մարտի 31-ին Մոսկվայից եկող ինքնաթիռը վայրէջք կատարեց Նյու Յորքի Քենեդի օդանավակայանում։ Հաջորդ օրը պայքարը տպագրեց Մատլեն Քեշիշյանի «Բարի գալուստ» հոդվածը։ Երգում է հայը, հայուհին, սևաչն թռած ու եկած մեր Երևանից կռունկի նման, որ ծիծեռնակի սևաթուր հևքով ետ ոստան թռչի։ Լուսինեն է այդ, մեր Զաքարյանը, լուսեղեն սուրբը շուրթերից սահող, որ սփյուռքի մեջ հայը հայ մնա։ Անդրադառնալով Լուսինե Զաքարյանի արվեստի առանձնահատկություններին, պայքար թերթի մի այլ թղթակից նշում է, որ հայրենիքի մեջ Լուսինեի կատարած երգերը խոր գոհունակություն և ոգևորություն են արթնացրել։ Երիտասարդությունը խանդավառ է այս երաժշտությամբ, որովհետև բարձրագույն արվեստ և գեղեցկություն, սեր և կախարդիչ հուզումներ, մտածումներ ու թռիչքներ կպարգևեն անոնք։ Լուսինեն սփյուռքահայությանը բերում էր հայրենիքի ուժով զորեղացած իր արվեստը։ Համակ ներշնչում և սեր, գեղեցիկի ու բարու պաշտամունք, հայացքի աղոթք, մրմունջներ, տառապանք, վերերկրային սլացումներ։ Սփյուռքահայ հոծ զանգվածները եկան լսելու Լուսինեին։ Միացյալ Նահանգների ամենահեռավոր անկյուններից անգամ մեծ քաղաքների համերգադահլիճներ էին շտապում ամենատարբեր զբաղումների ու հայացքների տերմարդիկ, մեծերը և փոքրերը, երիտասարդությունը։ 2 ամսվա մեջ Լուսինեն միահավաքեց ամերիկահայությանը ազգայնության, սիրո, միմյանց օգնելու և սատարելու գիտակցության շուրջ։ Լուսինեի երգը նվաճում էր դահլիճները, հոսում հայրենակարոտ սրտերը, հոգին ու միտքը գամում ազգային ինքնության, գոյատևման վրա։ Տաղանդը ճանաչելու համար Լուսինեն ճանաչելու է։
այդ օրերին գրում էր պայքարի թղթակիցներից մեկը։ Իրոք երբեք եւ ոչ մի երգչուհի այդպիսի տպավորություն չէր թողել իր հայրենակիցների վրա, ինչպես Լուսինեն։ Նա եկել էր կարծես ճիշտ ժամանակին սպասումների եւ կարոտների բացառիկ լարման պահին եւ իր հետ բերում էր այն, ինչի կարիքն ու պահանջն ուներ ուծացման վայրընթացով ընթացող սփյուռքահայը։ Լուսինեն սեղմեց ունկնդրին եւ ցնցության հուզմունքը շնչահատ լինելու չափ լեցուց հոգին ջերմությամբ։ Իր հայկականությունը, հայկական հրաշքի անպատում գեղեցկության համանվագը թրթռաց եւ բոլորը պահմը ծունկի գալու մղեց։ Կարծեք սրբուհի մներ, հրաշքով տեսանելի, որ կխորտակցեր երկնքի հետ, մանկական մաքրությամբ, հրաշալի խնկաբույր ջերմությամբ եւ անմետնելի մեծությամբ։ Սա միայն հիացմունքի խոսք չէ։ Բոլոր թղթակցություններում կարելի է տեսնել միևնույն տպավորությունը, միևնույն կարծիքը։ Ամերիկահայ պարբերականները Լուսինեի համերգային շրջագայությունը միաբերան գնահատում էին հաղթարշավ բառով։ Հայրենակարոտ սրտերը մղվում էին դեպի Լուսինեի երգը հոգեկան ու բարոյական պահանջից ուղղված։ Լուսինեն բեմ էր մտնում հասարակ հագնված, քայլքի մեջ հանդարտ մեղմություն եւ բարեբարո առաքինություն։ Արտիստականը թաքնված էր պարզ ու անկաշկան պահվածքի խորքերում։ Նա ոչնչով չէր ուզում իր անձը առաջ մղել։ Նա միայն ուզում էր, որ մարդիկ հավատային իրեն, իր ձայնին, իր երգին։ Ելակետը սա էր, հետո սկսվում էր առանց նվագակցության խորուրդ խորին, հավուն կամ տեր ողորմյա, սուրբ օրհներգությունները։ Կիսամութին մեջ սիլուետ մթավիշ, երկնքին աղերսող ստվերե ձեռքեր ու հանկարծ դեպի երկինք բարձրացող աղաչական տեր ողորմյա, անդունդներով խորերեն բարձրացող, անկումներով ու թռիչքներով թռվռուն ձայնով։ Ստեղծվում էր, ինչպես դիտում էին թղթակիցները, միստիկ մի մթնոլորտ, ուր ամեն ինչ ենթարկված էր հոգու դռների ետևում տեղի ունեցող անցուդարձերին։ Հայկական շարականների հնադարյան մեղեդիները արթնացնում էին արյան հիշողությունը։ Ոչ մի բան այնպես չէր կարող մարդկանց վերացնել ու վեհացնել, ինչպես օրհներգությունների միստիկական մաքրությունը եւ երկնարակ բարությունը։ Միասնանում էին հոգիները տառապանքի ու դարավոր զրկանքների, հին ու նորոգ ցավերով, հայրենակարոտությամբ, հողի կանչով։ Լոս Անջելեսում հրապարակվող Նոր օր լրագրի թղթակիցը թարգմանում էր ասես ամերիկահայության այդ օրերի տրամադրություններն ու կարծիքը, երբ գրում էր. այդպես ուրեմն անգամը եւս հայացանք։ Խանձարուրեն մինչև պատանք, անհուսորեն երկարաձգվող ճամփուտ վրա, երբ օվասիսմը կբացվի հանկարծ, եւ ուր կանաչ թովցության մեջ են, երգի ու նվագի անպարագրելի ձայնը հայրենի կարոտներուտ անսահման ցավն ու բերկրությունը կթափե վրատ։ Պիտի ուզեիր, պիտի ուզեիր կուրծքի դեմ բանմը սեղմել ու իր մայրը վեր գտած ողբաձան մանուկի մպես լքում են տանջված սերերդ մրմնջելու հոն։ Այսպես էր ընկալում Լուսինեի երգը, սփյուռքահայը, իր մայրը վեր գտած մանուկի սրտապատար ուրախության, կարոտի հոգնատան ջուսեվ ճակատագրի դառնությունից փրկվածի անհուսորեն դողահար երջանկությամբ։ Արյան հիշողությունը կտրում անցնում էր դարեր համահավաքում իր մեջ հին սարսուռներ եւ նոր տվայտանքներ, բերկրանքի չընդմիջվող ալիքը բախում էր հոգու դռները, երջանկությունը փորձում էր ծավալել հոգևոր ու տարաշխարհիկ ցնցության միստիկ ինքնամոռացումների մեջ։ Լուսինե Զաքարյանը կարծեք հայ երգը երգելու համար ծնած երգչուհի մնե, ինչպես էր ողբացյալ Արմենակ Շահմուրադյանը։ Գրում էր Նոր աշխարհը։ Լրագրի թղթակիցը եղել էր Երևանում, ունկնդրել Լուսինեին կոմպոզիտորների տանը եւ մեծ դահլիճում եւ համոզվել, որ հայաստանցին կգնահատեն բոլոր վավերական արվեստագետները, բայց երբ հերթը հասնում է Լուսինեին, այդ գնահատականը կվերածվի գերագնահատանքի, ճշմարիտ ու նուրբ դիտողություն։ Այդ ժամանակվա դահլիճները Լուսինեին իրոք անցացնում էին, դա գերագնահատանք էր, լիակատարության իմաստով։ Լուսինեն Վահագն Դավթյանի խոսքերով ասած, մեզ էր վերադարձնում մեր ազգային երգը, եւ այդ պարագային էր միայն հնարավոր ինչպես հայ երգի, այնպես էլ վերադարձնողի անմնացորդ ճիշտ ու միանգամայն ըմբռնված գնահատականը։
Ամերիկյան շրջագայության օրերին հայրենիքի ձայնը տպագրեց Դավթյանի «Երբ երգում է Լուսինեն» հոդվածը։ Երաժշտագետներից եւ երաժշտության պատմաբաններից առաջ ընկնելով նա կռահում էր Լուսինեի արվեստի առաքելությունը եւ պատմական իմաստը։ Լուսինեի երգը մեր երգարվեստի հրաշալի գյուտն է։ Բանաստեղծը նկատում էր, որ Լուսինեի երգով շնչավորվում է դարավոր մի պատմություն, մի ամբողջական կյանք ու կենցաղ։ Լուսինեն պարզապես գնաց դեպի հայկական երգի ակունքները եւ նրա անաղարտ ոգին, համադրելով իր ստեղծագործական խառնվածքին ու ձայնին, մեզ վերադարձրեց ազգային երգը։ Սա միայն բանաստեղծի ոգեշունչ խոսքը չէ։ Վահագն Դավթյանը միանգամայն ճշգրիտ բնութագրում է Լուսինեի ստեղծագործական ջանքերի ու կոչման պատմագեղագիտական արժեքը։ Սկիզբը եւ ներկան նույնը չէին։ Լուսինեն գնացել է դեպի Խորքը լեռան եւ հանդիպել Կոմիտասին։ Կոմիտասը երգչուհու հետ է, երբ նա երգում է, ասում էր Վահագն Դավթյանը, համոզված, որ ազգային երգը հենց Կոմիտասի երգն է, իսկ Լուսինեն Կոմիտասի իսկական դուստրը, եւ որ նրանց միջև հեռու մոտիկ չկա, նրանց մեջ զարկում է արյան նույն հիշողությունը եւ երգի ու երաժշտության ազգային ակունքների նույն համազգացումը։ Կոմիտասի աչքն է նրան Հովանի, երբ նա իր հայաշունչ երգն է տանում դեպի Սփյուռքի հայրենակարոտ դահլիճները։ Այս միտքը շեշտում էին նաև սփյուռքահայ թերթերը։ Կոմիտաս երջանկացավ Լուսինեի շուրթերում, ցոլած անոր կինոմոնագույն աչքերուն անբացատրելի հուրին մեջ, գրում էր պայքարը։ Լուսինեի մասին գրեցին եւ երաժշտագետները, եւ սիրողները, եւ լրագրող թղթակիցները։ Եվ բոլորի կարծիքը միասնական էր, նա գերում էր մարդկանց։ Լուսինեի դերը, գրում էր Սուրեն Սահարունին, հայ երգերը միայն երգելու մեջ չէ, այլ հայ երգերի գեղարվեստական արժեքը ըստ արժանվույն գնահատելու մեջ է։ Սա երգչուհուն տված ամենաճշգրիտ գնահատումներից է։ Երաժշտագետը խորացնում էր միտքը. Իմ լսածս բոլոր հայ երգիչների մեջ Լուսինեն միակն է, որ երգը չի փոխում, կամս չի շինում, այլ հոգեկան խոր ու բնական հորդումով ստեղծում է կամ ստեղծագործելով մեկնում է հայ երգի բուն ու բնիկ ազգային ոգին։ Երաժշտագետների վրա մեծ տպավորություն էր թողնում Կոմիտասյան կատարումների հայադրոշմ հարազատությունը, ակնածանքը, որով երգչուհին մոտենում էր այդ մեղեդիներին եւ գիտակցված մինչեւ վերջ տիրապետված ապրումների խոր հուզականությունը։ Երաժշտագետ Մելիք Անանյանը դիտում էր, որ արտասահմանի հայության համար Կոմիտասի երգերի կատարումների չափանիշը Արմենակ Շահմուրադյանն է։ Լուսինեն հեռու է անտեղի արվեստականությունից, անվավեր եզերականությունից եւ թատերականությունից։ Արմենակ Շահմուրադյանեն ետքը մեր աչքին Լուսինե Զաքարյան կհանդիսանա ամենեն վավերական ու հարազատ երգիչը հայ երգերու, գրում էր մեկ ուրիշ երաժշտագետ։ Հայրենի երգչուհի Լուսինե Զաքարյան հոդվածում տպագրված Նոր աշխարհ թերթում կա մի այսպիսի նկատառում. Այս գաղութի երաժշտասեր հասարակությունը ասկի առաջ տեսած ու լսած է ուրիշ տաղանդավոր եւ մեծանուն հայրենի երգիչներ ու երգչուհիներ։ Սակայն մեզի այնպես կթվի, թե Լուսինեն պիտի հանդիսանա ամենեն ավելի ժողովրդական երգչուհին, նկատի ունենալով անոր երաժշտության հայեցիությունն ու հայադրոշմ հարազատությունը։ Հայ երգի լուսինեական մեկնաբանությունների գեղեցկություններն ու զուտ ազգային նկարագիրը խանդավառում էր մարդկանց, միավորում հայրենիքի հանդեպ հպարտության ու սիրո համախումբ գիտակցությամբ։ Ազգային եւ օտար մամուլի հաղորդումների համաձայն Լուսինեն չափազանց հմայիչ էր ու միջնադարյան հոգևոր երգի, թե Կոմիտասի եւ թե ժամանակակից անգլո-ամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելիս։ Լուսինեի համերգային ծրագրի մեջ մտնում էին նաև մի քանի երգեր բարբերից, բրիտենից, գերշվինից։ Դահլիճներում բավական մեծ թիվ էին կազմում նաև օտարները, եւ նրանք էլ կարողանում էին ընկալել ու գնահատել հայկական մեղեդիների դյուրահաճ ու վաղնջական գեղեցկությունը։ Ամերիկյան շրջագայության ամբողջ ընթացքում փայլեց նաև Մարիաննա Հարությունյանի կատարողական տաղանդը։ Սփյուռքահայ պարբերականները նշում էին դաշնակահարուհու արտակարգ երաժշտական շնորհները։ Մարիաննա Հարությունյան մինչ ուղեղն ու ծուծը արվեստագետ մնե, տաղանդը իր մարզին մեջ, իր անձը հրապուրիչ եւ հմայիչ է, Լուսինեի խառնվածքին բոլորովին ներհակ ու
հակադիր անհատականությամբ։ Արթուն սրամիտ բարվարուն կենսուրախ, կենցաղագետ, բայց նույն ատեն կին ու արվեստագետ, գրում էր պայքարի թղթակիցներից մեկը։ Մարիաննայի ներկայությունն ու մասնակցությունը համերգային հաղթարշավին բոլորն էին գնահատում։ Անմիջապես դիտվեց նրա կատարումների պայծառ մաքրությունն ու մեկնաբանությունների խորքը, հազվագյուտ լսողությունը, երգչուհուն առաջ մղելու նվագակցողի վարպետությունը։